Տիկին Բաթյան, նախքին վատ իշխանությունների ժամանակ եկինգում գրանցում էի, դու ծրագրային կարողանում էիր ստորագրեիր, եթե ունեիր քարտ։ Հիմա եթե քարտ ես ունեմ, առանց քարտ ռիդերի ոչ մի բան չեմ կարողանա։ Երկրորդը, լրացնում ես դեկլարացիան, չէ, ես լրացնում եմ։ Ինքս հայտարարագիրը ոչ մի բան չեմ լրացրել։ Սոցապը գրում ես, ինքը բերում է աշխատավարձ, ինքը բերում է բանկային ավանդից ստացած տոկոս, այլ եկամուտ չկա։ Եթե մեկ ունենար, ինչա կարծում եք պետք է այդ հայտարարագրով կար խոստովաներ ասել, վայ գիտեք ես հանցագործուց։ Այո, իմ բանկային ավանդի տոկոսը բերել է, էլ չգիտենք։ Այսինքն ինչա կարծում եք, որ ես սրանով պետք է գրեմ ասեմ, գիտես ես հանքային հանցագործություն եմ արել, սա էլ ինքնախոստովանության թուղթ է։ Ակնհայտաբար ոչ, սա կոռուպցիան բացահայտելու գործիք չի։ Հիմա մյուս խնդիրը։ Եթե այդ ամեն ինչ ինքնաշխատ բերում է, ինչի է կառավարությունը դա սկսում շրջանառել, եւ հիմա էլ հարցնում է փոխանցումներ մնացած, ակնհայտ է, չէ՞ որ դա հիմք է ծառայելու վաղը հարկման բազան փոխելու համար։ Կրկնում եմ, այս երեքով խոսել են 22 թվական դեկտեմբեր 21։ Ես ասել եմ, դուք սա օգտագործելու եք հարկերն ավելացնելու համար։ Եվ տենց է լինելու է, շեմերը կնվազեցնեք, կտեսնեք ոնց եք հարկում։ Մյուս խնդիրը, ինչի հանկարծ կառավարությունը որոշեց բոլորին պարտադրել սմարթ հեռախոսներ կամ ինտերնետ հասանելիություն ունենալ։ Ինչի։ Ինչի եք մարդկանց պարտադրում դա անել։ Եթե այդքան իրոք շատ գրգռված եք, փոստային առաքում թույլատրեք։ Սոցիալ կենտրոններին դա ասեք, որ անեն։ Չեք անում։ Չեք անում, որովհետև այդ մարդիկ հենց գնան սոցիալներ ձեր վրա բարդությունը առաջանալու, չեք ուզում այդ բեռը ձեր վրա վերցնեք, բեռը թողում եք մեր քաղաքացիների վրա ամենախոցելի խավերի վրա։ Շնորհակալություն։ Ես արտահերտ ելույթ եմ հանդես եկամ։